Նա Մատուցելու պատարակը։ Ոչ ընդունելի չէ, որ կարգալույծ է արվել քահանան, ընդունելի է, որ պատարակ է մատուցում։ Իսկ որպես քրիստոնյա, տեսեք, ձեզ նման մեզ նման հասարակ մարդն է, հա, բարձրանալու խորան, ավանդատուն է մտնելու եւ ինքն է մատուցելու պատարակը, նրանից եք սուրբ հաղորդություն ստանալու։ Չէ՞ սա ձեզ համար։ Ձեր համար ի՞նչն է տարօրինակ ընդհանրապես։ Նման հասարակ մարդը ավանդատնից դուրս է գալու մեզ համար Ինչի համար են կարգալույծ արել իրեն կամ ով է կարգալույծ արել իրեն։ Եկեղեցական նիստերին չի մասնակցել։ Հոգևոր խորհուրդ, հա, Կտրիչ Ներսիսյանը, եթե կարգալույծ է անում, հա, ինչ որ ոչ անհիմն պատճառներով, դա ընդունելի է դուք համարում, կամ ում է կարգալույծ անում, կամ ինքը կարա կարգալույծ անի ինչ որ մեկին, մանավանդ որ ինքն է կարգալույծ լինելու ենթակա բոլորիս հայտնի պատճառներով։ Նշեցիք, որ ենթակա, բայց դեռ նա կարգալույծ չի եղել եւ դեռ շարունակում է, հա, մնալ մեր ամենայն հայոց կաթողիկոսը եւ նրա օծությամբ օծվել է։ Ձեր համար ինչն է ընդունելի ընդհանրապես, ընդունելի է որ Մեզ համար Կտրիչ Ներսիսյանը երեխա ունի եւ շարունակում է փաստեր ունեք դուք։ Երեխա ունի Կտրիչ Ներսիսյանը։ Ներեք, ձեր համար, նորից եմ ասում, ձեր համար ինչն է ընդունելի ընդհանրապես եկեղեցում, այն ամենը ինչը որ տեղի է ունեցել, այն ամենը ինչը որ հրապարակվում է, այն սրբապղծությունները որ ժողովուրդը տեսնում է, մի րոպե ասեմ ձեզ էլի, դե երբ որ իմացել ենք այդ ամեն ինչին մեր մոտեցումը արտահայտում ենք, մենք մի րոպե ասեմ ձեզ էլի, լսեք ուրեմն, լսեք ասեմ, աննորմալը գիտեք որն է, որ որոշ չակերտավոր լրատվականներ, լրագրողներ փորձում են շահարկել նենց բաներ, որը որ հիմք չունի մի րոպե, բայց ինչը որ կոնկրետ խնդիր է, հա, ժողովուրդը կոնկրետ իր գնահատականը մի րոպե ասեմ, էլի, ժողովուրդը իր գնահատականը մի հատ հարց եք տվել, լսեք, ձեր անունը ինչպես է։ Հերմինե ջան, հարց եք տալի, լավ կլինի լսեք պատասխանը, կոնկրետ պատասխան։